Կարծում եմ հիմնական հարցերը դրա շուրջ էին։ Արմեն Սանոսյան։ Արմեն Սանոսյանն ասում է Նեպալի, իդեպ այս օրինակը մի հատ էլ հարց կար, այդտեղ ասում են որ հայ երիտասարդները քիչ ներգրաված են հանրային process-ների մեջ, հետաքրքրություն չունեն քաղաքական իրադարձությունների մեծամասամբ եւ դա խնդիր է, որովհետեւ միշտ էլ հիմնական այդ process-ներում երիտասարդները պետք է լինեն շարժիչ ուժը։ Ես համաձայն եմ այս ձևակերպման հետ, այն առումով, որ իրապես ես այնպես չի որ շատ եմ շփվում այդ երիտասարդ սերնդի հետ, բայց բարեկամներ ունեմ ինչ-որ մարդիկով ունեն իրենց, հա, ինչ-որ տենց երեխաներ, բարեկամներ, որոնք տենց 20-ին մոտ են, մեծ մասը բացարձակ խաբար չի ոչ մի բանից, բացարձակ, զերո պատկերացում, իրականում ես էլ եմ տենց եղել 20 տարեկանում, բայց այն ժամանակ ես կարա ինձ թույլ տալ, որովհետև գլոբալ առումով տենց միշտ եմ ասում, որ էգզիստենցիալ հարց չի եղել, երբ ես 20 տարեկան եմ եղել, չեմ մտածել, որ կարող եմ մի օր զարտեմ, տնամ ջերմուկը չկա, կամ Սյունիքը չկա, կամ Արցախը չկա, տես խնդիր չի եղել, որ ես խորանամ, հետաքրքիր չի եղել, ինձ զբաղվել եմ այն ամենով, ինչ ավելի հետաքրքիր է եղել, բայց այսօր կարծում եմ երիտասարդները պարտավոր են լինել ավելի ակտիվ, Նեպալի օրինակն է բերում հիմա այստեղ Արմենը Սանոսյան, մեկ այլ իրավիճակում, բայց գլոբալ առումով Նեպալում ինչից եղավ, որովհետև կպան թիրախային հենց այդ ջահելներին հետաքրքրող հարցին, այսինքն ուզում էին արգելափակել սոցցանցերը։ Հիմա Նիկոլը ոչ մի տենց բան չի անում, որը անմիջականորեն երիտասարդներին է թիրախավորում, դրա համար ես չգիտեմ ոնց կարելի է իրանց ակտիվացնել, երևի թե ավելի շատ օրինակ նաև եթե մենք խոսում ենք իրանց իրազեկվածության մասին, որտեղ մեծ մասը նույնիսկ իրազեկ չի, որ ակնկալենք իր կողմից ինչ որ ակտիվ արձագանք իրադարձությունների, հա, պետք է մաքսիմալ օգտագործել են հարթակները, որտեղ երիտասարդները շատ են լինում, օրինակ երբ մենք սկսեցինք այդ վիդեոների կտորները, ոչ միայն մենք, այնչ որ մարդիկ են անում դա մեր փոխարեն, իսկ մենք չենք էլ իմանում, մեր հաղորդումից ինչ որ կտորներ գցում են TikTok եւ այս առումով, դե քանի որ երիտասարդները TikTok-ում շատ են, ինչ որ բաներ իրանք իմանում են բացառապես TikTok-ից ու բացառապես մեր կամ այս տեսակ հաղորդումների TikTok-ային այդ նարեզկաներից եւ գուցե դա էլ է ճանապարհ հասնել հա իրանց, որովհետեւ օրինակ Facebook այդ մարդիկ արդեն վաղուց իրանց համար Facebook-ը դի պապերի ինչ որ բան է։ Դու ունես պրոյեկտ, որ մենք պետք է սկսենք նկարել հենց այդ նպատակով։ Այդ եմ ասում։ Եղբայր ջան։ Այդ եմ ասում, որ մենք TikTok-ի հետ կապված ունենք նախագիծ, որը որ առնչվում է TikTok-ին, հələ որ տենց ինքը շատ նախնական վիճակում է, դրա համար մանրամասնորեն չեմ ասում, բայց իմաստը դրա այն է, որպեսզի ինչ որ կոնտենտով փորձենք հետաքրքրություն առաջացնել երիտասարդների մոտ, հետո իրենց համար էլ դառնանք ճանաչելի ու ընկալելի, որpիսի օրինակ այս մեր նախագիծը իրենց համար արդեն լինեն ոչ թե ինչ որ երկու անհասկանալի մարդ, որոնք վարում են, այլ այն մարդիկ, ում իրան գիտեն ինչ որ այլ տեղից։ Դրան նպաստում են նաև ժամանակ առ ժամանակ այն հյուրերը, որոնց ունենում ենք, որոնք ճանաչելի են տարբեր սեգմենտներում, որոնք չեն մտնում մեր հիմնական թիրախային խմբի մեջ, եւ սա օգնում է, որպեսզի ավելի լայն տարածում ստանա այն տեղեկությունը, որը մենք տալիս ենք այս հաղորդման շրջանակներում, այս ոդկասթի շրջանակներում, շատ դեպքերում մարդիկ մեզ ասում են, որ բուն նորությունը ոչ թե բացառապես մեր մեկնաբանում, իրանք իմանում են մեր ոդկասթից, հա, դա դարձել է ինչ-որ նորություններից տեղյակ լինելու ինչ-որ ձևաչափ այդ թվում, ուստի էս էլ է ճանապարհ, որպեսզի երիտասարդներին իրազեկենք մաքսիմալ եւ ակնկալենք, որ իրանք պետքա ավելի ակտիվ արձագանքեն ինչ-որ process-ների, որոնք տեղի են ունենում այս երկրում։ Եթե թույլ տաս մի բան էլ ես ավելացնեմ, ուրեմն նայեք ժողովուրդ ջան, սա գիտությամբ ապացուցված բան է, ցանկացած հեղափոխություն, դեմոկրատական process հեղափոխական process գլխավորապես հաջողվում է, երբ որ երիտասարդությունը ներգրաված է լինում թեմայի մեջ։ Մինչև դու երիտասարդությանը չես ներգրավել թեմայի մեջ, դու դա չես ունենում։ Սա համարյա աքսիոմատիկ իրողություն է։ Աշխարհում բոլոր ճանապարհներով արված այդ տեսակի մեծ ժողովրդական զանգվածներով արված փոփոխությունները ունեցել են երիտասարդական լուրջ ներգրավվածություն։ Սկսած Չիլիից մինչև Սերբիա ու մնացած տեղերը։ Երիտասարդությունը միշտ վերջին պահին է միանում կամ հասնում է իրան կպնող թեմաներին ու միան իրանց ներգրավելը երիտասարդներին ներգրավելը թեմայի մեջ ամենաբարդ բանն է, միշտ ամենաբարդ բանն է։ Մենք հիմա փորձում ենք տարբեր հնարավոր ձևերով, փորձում ենք գտնել այն ձևը, որով հնարավոր կլինի ներգրավել երիտասարդներին։ Մենք դա շատ լավ ենք հասկանում, ասեմ ձեզ, մենք վարում ենք նաև շատ լուրջ վիճակագրություն մեր
լսարանի հետ կապված, մենք հաշվում ենք տարիքային սեգմենտ ենք հաշվում, աշխարհագրական սեգմենտ ենք հաշվում, ավելին ասեմ, անգամ միջին դիտելիության մեջ ենք հաշվում տարիքային սեգմենտը, ոնց է, որտեղից որտեղ ներգրավենք, ինչն են նայել, ինչով են եկել, ոնց անենք, որ դա շատացնենք։ Մեր համար դա ռազմավարական խնդիր է իրականում։ Մեր ասելով նկատի ունեմ անտիֆեյքի իմ ու Վազգենի համար։ Մենք անընդհատ այդ քննարկումների մեջ ենք, որովհետև մենք խորապես գիտակցում ենք դրա կարևորությունը եւ դրա առաջնահերթությունը։ Ինչքանով է կարևոր ու առաջնահերթ այդ սեգմենտին ներգրավել։ Այսօր 18-ից 21 տարեկանները մեր լսարանում վերջին տարվա մեջ 13% են կազմում, որը ես կարծում եմ շատ է, դաժե մեր համար, իմ կարծիքով, մեր տված կոնտենտի համար շատ է։ Հիմա մենք այդ 13%-ի ցուցանիշը փորձելու ենք բարելավել մեր նոր պրոյեկտներով, որտեղ անհնար է դա չավելացնել ու հասնել բանի։ Ի տարբերություն դրա 28-ից 35 տարեկանների շեմը 35%-ը։ Դա էլ չի, դες շուր, դենց ավակ սերունդ են, էլի մենք դենց ես էլ եմ այդ տարիքի 25 չեմ, բայց 35։ Ժայլ ենք ախպելը։ Հա, իրականում երիտասարդ սերունդ է մեր։ Արդեն բանն էլ է, չէ՞ ճանաչում, որ միջև 40 թե ինչքան, չէ, ավելացել 45 ախպել։ 45 միջև երիտասարդ է, փոխել է։ Ահա, բայց բոլորը երիտասարդներ ենք։ Այո, բայց դա մեզ չի բավարարում, որովհետև մեզ պետքա 18-ից 21 սեգմենտը, 18-ից 25 սեգմենտը։ Մենք այդ սեգմենտին պետքա բերենք, բայց դա աշխատանք է պահանջում, դա պահանջում է ոչ թե տենց պրոստը կուստարնի նստենք, ես ինչ անենք, դեք մի բան կլինի, չէ, ախպեր ջան, դա պահանջում է կոնկրետ աշխատանք, դա պահանջում է կոնկրետ ջանք, որը որ մենք փորձում ենք դնել, մենք դա գիտակցում ենք եւ նաեւ շնորհակալություն, որ դուք էլ ձեր դիտարկումներով մեզ եւս ավելի եք համոզում, որ մենք ճիշտ ենք։